Մեկ րոպե լրությամբ հարգենք բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակը։ Շնորհակալություն։ Հայրենական պատերազմից նոքնած 3000 հայոցից մասնակիցների թիվը կրկնակի է, որոնց թվում էին բազմաթիվ Սովետ միության շքանշանակիրներ, հերոսներ, մարշալներ։ Իսկ 1992 թվականի մայիսի 8-ը փառահեղ օպերացիայի սկիզբ էր հարսանիք լեռներում անունով։ Այդ ժամանակվա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ասել է, թե եթե հաջողվի ազատագրել քաղաքը, ապա նա կամուսնանա և սկսի ազատագրումը որպես անքննադատելի և անիրբարժեք ժամանակակրորեն յուրույն տեղ ունեցավ մայիսյան հերոսամարտերի շարքում։ Այս շարքը շատ երկար է, 451 թվականի ավայրերի ճակատամարտից մինչև 1,500-ամյա կանց։ Հայաստանի առաջին հանրապետության և այդ օրերի Սարդարապատի բաշ-ապարանի Ղարաքիլիսի այդ ճակատամարտերը։ Նաև հայ ժողովրդի համար մեծափույթ զոհություններով արժևորված 1945 թվականին նվիրված պատմական իրողություն։ Անցյալը մեզ ուժ է տալիս գնահատելու ներկան։ Ներկան մեզ պարտավորեցնում է պահել ու պահպանել այդ նվաճումները։ Ապագան մեզ հուշում է, որ միայն միասնականությամբ կարող ենք շարունակել հաղթանակի ուղին։ Մայիսին ապացուցում է, որ հայ ժողովուրդը կարող է միանալ և դիմակայել ամենածանր փորձություններին։ Այդ օրը մենք խոնարհվում ենք բոլոր հերոսների հիշատակի առջև։ Մայիսին հիշողություն է գրված քաջերի պայքարով։ Այդ հաղթանակները կերտվեցին ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Հայոց զինվորն ապացուցեց, որ հայրենիքի հանդեպ անսահման ուժ է։ Եվ վտանգի տակ էր մեր հայրենիքի գոյությունը, նրանք կանգնեցին մինչև վերջ։ Այլնով պաշտպանված հողը սուրբ է և պարտավորեցող։ Հավատը նրանց ուժ տվեց, իսկ միասնականությունը ապարտելիություն։ Հաղթանակը մի պահ չէ, այս սերնդեսերուն փոխանցվող մեծություն է։ Մենք չենք մոռանում անցյալը, որովհետև այն է մեր ներկայի և ապագայի հենարանը։ Այդ հաղթանակների շնորհիվ մենք հիմա ապրում ենք ազատ երկրում։ Մենք պետք է պահպանենք ազատությունը որպես սրբություն։ Հպարտ է մեզ նրա համար, որ փառահեղ պատմությունը և անուն տանկար լինի։ Հպարտ է մեզ նրա համար, որ ծրվեց տեպետունը, բաշի խաղթ է նրա համար։ Հպարտ է մեզ, որ քեզ համար ողջները տարեր ընկան, խոսու պայն խանվել։ Հպարտ է մեզ, որ քեզ համար թանկ է եղել թանակն այնքան, որ կան կարմիր քոհանյուն։ Հպարտ է մեզ քո մատների ճարտարության բանադելի, քեզ թարգմանող քո գրքերով, հպարտ է մեզ անվավ քո սուրբ լեզվով, որով և չես խոսում, նույն ես ասում քո իրքերով։ Հպարտ է մեզ քո անցյալի մակարոնով ու պայքարով, տոկունության կամքով համար, հպարտ է մեզ քո պանծալի, քո կատարյալ այս ներկայով, որ գալիք է այլոց համար։ Ազատությունը երբեք չի տրվում, այնտեղ է բերվում պայքարով։ Մայիսինը դրա վառ ապացույց է։ Հազարավոր հայրենիքներ իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք այսօր ապրենք հայոց երկնքի տակ։ Միասնությունը դարձավ մեր ամենաուժեղ զենքը։ Երբ միավորվեցինք մեկ նպատակի շուրջ, կարողացանք փոխել պատմության ընթացքը։ Զոհաբերությունը հողի գինը չէ, դա սրբություն է, որ չի մոռացում։ Մենք չենք մոռանում նրանց, ովքեր ընկան մեր ազատության ճանապարհին։ Այդ զոհությունները մեզ ստիպում են լինել արդար։ Խաղաղությունը թղթի վրա դրված է։ Այն մեր զինվորի աչքերում է։ Մենք պետք է այնպես ապրենք, որ արժանի լինենք այդ խաղաղությանը։ Ազգի պատմությունը չափում է նրա հաղթանակներով։ Մայիսինը մեր ազգային մեծության վկայությունն է։ Այդ օրը մենք ոչ միայն հաղթեցինք, այլ հաստատեցինք մեր ապրելու իրավունքը։ Մեր հերոսները ցույց տվեցին, որ փոքր ազգ լինելը խոչընդոտ չէ մեծ գործեր կատարելու համար, եւ նրանց կատարած գործերը պետք է օրինակ ծառայեն բոլոր երիտասարդ սերունդների համար։ Մենք նույնպես պետք է լինենք նրանց նման արդար, ազնիվ եւ արժանապատիվ։ Մայիսինը դարձրեցին տոնի նշան մեր ազգային մեծության, հաղթանակներով ազգը դառնում է հավերժ։ Հայկական բանակը ծնվեց վտանգի և պայքարի օրերին, նրա հիմքում դրված էր սեր, հավատ և ազատության ձգտում, այն ծնվեց երբ հայերի գոյությունը կասկածի տակ էր։ Պատերազմը չկարողացավ կոտրել մեր ոգին և այդ ոգուց ծնվեց հայոց բանակը։ Հայկական բանակը հայ զինվորի ոգու մարմնավորում է, նա կանգնեց հողի վրա, ասելով սա իմ տունն է։ Մեր բանակը հաղթանակ կերտեց ոչ մեր զենքով, այլ հավատով։ Մենք պարտք ենք, որ ունենք բանակ, որը մեզ պահում է, իսկ մեր պարտքն է միշտ մեր թիկունքում անվախ, ուժեղ և մասնական։ Մայիսինը հայրենիքի պաշտպանների տոն է։ Այդ օրը մենք ավելի հստակ տեսնում ենք նրանց կերպարը։ Նրանք, ովքեր զենքը ձեռքին կանգնեցին անուն հողը, վերածվեցին խորհրդանիշների։
Հայրենիքի պաշտպանը ոչ միայն զինվորն է, այլ նաև այն մարդը, ով հոգով եւ գործով ծառայում է հայրենիքին։ Այդ կերպարը ապրում է մեր հիշողության մեջ մշտապես ուժեղ եւ հաստատուն։ Մենք նրան տեսնում ենք թե անցյալում, թե ներկայիս սահմանագծին կանգնած։ Նրա աչքերում փայլում է հպարտություն եւ պատասխանատվություն։ Այդ կերպարը ապրում է մեր հիշողության մեջ։ Յուրաքանչյուր հաղթանակ մի պատգամ ունի իր մեջ։ Մայիսի 9 պատգամը պարզ է, հայրենիքը սրբություն։ Այդ սրբությունը պետք է պահպանել բոլոր ժամանակներում։ Մենք չենք կարող մոռանալ նրանց, ովքեր այս պատգամը այրունով գրեցին։ Հիշողությունները չպետք է դառնան միայն սրբի պատգամ, այլ նաև գործողություն գտող։ Հիշողությունները այս օրը հիշեցնում է, որ ազատությունը ինքնին նպատակն չէ, այլ ընթացքը։ Սերունդները պետք է շարունակեն այս ճանապարհը, որ անցան մեր հերոսները։ Մայիսի 9 կոչ է մնալ արթուն, լինել պատրաստ եւ հավատարիմ։ Այս օրը բովանդակությունը ոչ միայն պատմական, այլ բարոյական, եւ այդ բովանդակությունը մենք փոխանցում ենք սերունդեսերունդ։ Ելույթ կունենաք Հարամյան պարային համույթը։
Շուշի ազատագրումը ոչ միայն ռազմական հաղթանակ էր, այլև հոգեբանական հաղթանակ։ Դա պահ էր ամբողջ ազգը զգացիր ուժը։ Մենք վերագտանք մեր հավատը մեր հնարավորությունների նկատմամբ։ Շուշիի հաղթանակը վերածվեց ազգային ինքնագիտակցության վերածննդի։ Այդ օրը հպարտության արդյունքները խառնվեցին ցավին, բայց նաև հույսին։ Մենք ցույց տվեցինք աշխարհին, որ արժանի ենք ապրել ազատ ու արժանապատիվ։ Շուշին մեր ազատության ամրոցն է։ Նրա հաղթանակով մենք ասացինք, որ կանք եւ մնալու ենք։ Այսօր մեր պարտն է հիշել այդ հաղթանակը եւ պաշտպանել այն ամենն, ինչ խորհրդանշում է։ Հաղթանակները միայն զենքով չեն նվաճվում, դրանք ծնվում են սրտում, հավատից, սիրուց ու նվիրումից։ Երբ մարդը հավատում է իր գործին, նա դառնում է անպարտելի։ Երբ նա սիրում է իր հողը, նա պատրաստ է ամեն զոհողության։ Նվիրումը հայրենիքին անմահացնում է մարդուն։ Մայիսի 9-ը այդ ոգու մարմնացումն է։ Այդ օրը հաղթանակը խոսում է ոչ թե աղմկոտ ճառերով, այլ լուռ ու հպարտ հայացքներով։ Այդ ոգին մենք տեսնում ենք զինվորի հայացքում, մոր աղոթքում, հայրենի հողի շնչում։ Այդ ոգին անտեսանելի է, բայց զգացվում է ամենուր։ Երբ կա ոգին, հաղթանակները միշտ հնարավոր են։ Մայիսյան լույսը ողողված, արև հպարտ է շողշողում, քաջերի այլը որոքված, հողը պատմություն է խոսում։ Հերոսները չեն հեռանում, նրանք են մեր քայլերի մեջ, չեն կարող հիշել մեր հպարտ հայացքի մեջ։ Բարձունքում կանգնած շողում է Շուշին, հին պատերն են խոսում հաղթանակի մասին, քարերը նրան հիշեցնում են ցավը, բայց վկա է նաև նոր հույսին ծնված։ Քայլեց զինվորը սրտով ու վահան, ազատության լույս աչքերում կրակ, նրա ոտնձայնը դարձավ հնչյուն, որով զարթնեց նոր պատմություն։ Շուշի դու լեգետ լույս ու երգ ես, ազատագրված սիրտ ու հոգի ես։ Հայաստանը իմ անունն է, ազգանունն է, իմ զուր տված օրությունն է, իմ հինը եւ նորությունն է, ուրիշի խոսքով այն ամենն է, որ կոչվում է հայրենի տուն, եւ այն տունը, որը շինել է պապիս պապա, անդուր ջանքով ու տանջանքով, քար է դրե քարի վրա, դար է դրե կարի վրա, եւ քրտինքը թուղ ճակատին ձուլել է նա պատը։ Էլ ոչ մի հուր, էլ ոչ մի սուր, չի տենալու իմ նոր տունը, չի ջնջելու իմ անունը, ազգանունը, ուրիշ խոսքով այն ամենը, ինչ ամուր սյուն իմ տան, եւ միասին կոչվում է Հայ ու Հայաստան։ Մայիսը ծաղիկ չի տալիս միայն, այն նաև Սուրբ օրը արունով լսված, դրոշ նետածանում հպարտն ու ուղին, հերոսն է վերկացել լռությամբ բարձված։ Սրտերում հնչում է աղթության հնչյունը, արցունքով է գրվում հաճախես երկը, բայց հաղթանակը քաղցր է ու սուրբ է, երբ հիշում ես, թե ով գնաց այդ բարձունքին, Մայիսի 9 օր մեծարունի։ Մայիսին է, մեր ազգի աղբական ուղու փայլուն դրվագն է։ Հաղթանակը երբեք չի մոռացվում, երբ արմատները խորն են սրտի մեջ։
Այս զինվորը յուրաքանչյուր պահին կանգնած է իր հայրենիքի պաշտպանությանը, անկախային դժվարություններից, որին հանդիպում է։ Նրա առաքելությունը շատ ավելին է, քան պարզապես ազգան պաշտպանելը։ Զինվորը հայ ժողովրդի ներքին ուժն ու անկոչուն ոգին է, որի շնորհիվ մեր հայրենիքը գոյատևել է տարի շարունակ։ Ամեն տարի մենք հիշում ենք մայիսյան հերոսամարտերը, հիշելով այն մեծ պատասխանատվությունը, որը դրված է զինվորի ուսերին։ Հայրենիքը պաշտպանելու գաղափարը ոչ միայն բանակի գործն է, այլ այն յուրաքանչյուր հայի հպարտություն ու պարտականությունը։ Հայ զինվորը անկախ ժամանակից իրավիճակից միշտ կանգնած է իր երկրի կողքին, պատրաստ դիմակայելու ցանկացած սպառնալիքին։ Այսօր մենք, որպես ժողովուրդ, պիտի σκεφτենք այն Հայաստանը, որն արժանի է մեր զինվորների զոհություններին։ Մենք հիշում ենք բոլոր այն դժվարությունները, որոնք անցել է մեր ժողովուրդը, ապրելու եւ ազատության մեջ լինելու իրավունք ունենալու համար։ Հայոց բանակը այսօր շարունակում է պահպանել այս կարևոր արժեքները, ոգեշնչելով յուրաքանչյուր հայ լինել պատրաստ իրենց երկրի համար ամեն ինչին։ Այսօր մենք կանգնած ենք զինվորի կողքին, հարգելով նրանց սրճարներն ու նրանց միջոցով կհասնենք միասնության։ Այս բանակը մեր ապագան է, եւ մենք շարունակենք քայլել նրանց հետ, միասին կառուցելով ուժեղ ու բարեկեցիկ Հայաստանը։
Շուշին ազատագրեցին ոչ միայն զենքով, այլ նաև հավատով ու հայրենասիրությամբ։ Պաշտպանության բանակը մեր ապրող հուշարձանն է։ Հերոս Այսինը մեր միասնության և ուժի ամփոփ պատկերն է։ հերոսները չեն հեռանում, նրանք են մեր քայլերի մեջ։ Մայիսինը հարգանքի խոնարհում է բոլոր ընկած նահատակների առաջ։ Մեր հաղթանակների պատմությունը գրվում է ոգով, ոչ թե միայն արյան։ Հայրենիքը պաշտպանում են ոչ միայն սրտում, այլ նաև հավատում։ Այս օրը ոչ միայն տոն է, այլ հիշեցնում է լինել արժանի հերոս։
Սիրելի ներկաներ, այսօր հասկացված միջոցառումը մեզ հնարավորություն տվեց մեկ անգամ ևս հիշելու այս բանակի պատմության կարևորագույն պահերը, գնահատելով մեր զինվորների իսկական նվիրվածությունը, պայքարը և սխրագները։ Այս բանակը ոչ միայն սահմանները պաշտպանելու ուժը, այլ նաև մեր ազգի հավաքական հպարտությունը և ապագայի հույսը։ Բոլորս պետք է իմանանք, որ զինվորը ու հայրենիքը անբաժանելի են։ Հայ զինվորը մնում է մեր վստահությունը և մեր ուժը, որի մեջ մենք տեսնում ենք հայրենիքի պաշտպանությունը ու սրբազան պարտականությունը։ Մեր բանակը մեր իսկ արժեքների ամենակարևոր պահպանը և մենք մշտապես պետք է կանգնենք նրա կողքին։ Եզրափակելով մեր միջոցառումը, ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին և աջակցեցին այս միջոցառման կազմակերպմանը, ինչպես նաև բոլոր զինվորներին ու նրանց ընտանիքներին, անսասան նվիրվածության և բարեխիղճ ծառայության համար։ Շնորհակալություն բոլորին, սիրելի ներկաներ։
կազմակերպիչներից, ովքեր որ կազմակերպեցին եւ շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի կապակցությամբ, հաղթանակի օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ բոլորիդ անամպ երկինք, խաղաղ երկինք։ Եվ հավերժ փառք լինի մեր նահատակվածներին, ովքեր որ եւ առաջի համաշխարհային պատերազմում, եւ հայրենական մեծ պատերազմում, եւ արցախյան պատերազմում ունեցանք, դրա արդյունքում ունեցանք անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ ձեզ եւ բոլորիս հաղթանակների կապակցությամբ։